Հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի հերթական թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է վաղաշաբաթի ավականու ընտրության նախնական արդյունքները, ով է առաջատարը, ովքեր են ստացել մանդատներ։ Ադրբեջանը ավարտում է ճանապարհի շինարարությունը, որը պետք է միանա Թրամփի ուղուն, ինչ ակնկալիք ունի Ալիևը։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Հայաստանում է, ինչ նպատակով է եկել։ Հետաձգված հանդիպում, բայց շարունակող շփումներ, Յուրի Ուշակովը մանրամասներ է հայտնել Ռուսաստանի Դաշնության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջնորդների նախատեսվող հանդիպման մասին։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Նորայր Հակոբյանը ընտրվել է Մասիսի համայնքապետ։ Հիշեցնեմ, որ դատարանը նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանին մեղավոր է ճանաչել 2018 թվականի իշխանափոխության օրերին իբր ցուցարարների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար, դատապարտելով 6 տարի 3 ամիս ազատազրկման։ Նախկին համայնքապետը կալանավորվել է Զվարթնոց օդանավակայանում։ Վաղարշաբաթ խոշորացված համայնքում տեղի ունեցած թիմ ընտրությունում ավականի են ընտրել 3 քաղաքական ուժ՝ Քաղաքացիական պայմանագիր և Մայր Հայաստան կուսակցություններ, Հաղթանակ դաշինքը։ Ավականու 33 տեղերը բաշխվել են հետևյալ կերպ. Քաղաքացիական պայմանագիր 19 մանդատ, Հաղթանակ դաշինք 12 մանդատ, Մայր Հայաստան կուսակցություն 2 մանդատ։ Սա նշանակում է, որ ՔՊ-ն միանձնյա կարող է համայնքապետ նշանակել առանց որևէ ուժի հետ կոալիցիա կազմելու։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նաև Արմավիրի մարզի վաղաշաբաթ համայնքի ավականու ընտրությունների նախնական արդյունքները բոլոր 47 տեղամասերից։ Պատկերն այսպիսինն է. Հաղթանակ կուսակցությունների դաշինք 10,051 քվ, Համահայկական ճակատ կուսակցություն 295 քվ, Հանրապետություն կուսակցություն 1241 քվ, Մայր Հայաստան ազգային դեմոկրատական կուսակցություն 1692 քվ, Ազատ դեմոկրատներ կուսակցություն 1177 քվ, Ժառանգություն կուսակցություն 440 քվ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 15298 քվ, Հայրենիք կուսակցություն 1193 քվ։ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով 69866 անձինց քվեարկությանը մասնակցել է 31527 մարդ կամ 45,12%-ը։ Ընտրությունների նախնական արդյունքները հրապարակելուց հետո ընտրությունում ամենաշատ ձայն հավաքած Արգիշտի Մեխակյանը շնորհակալություն է հայտնել էջմիածինցիներին աջակցության համար։ Էջմիածին, Աղավնատուն, Ամբերտ, Այգեշատ, Արագած, Արշալույս, Գեղակերտ, Դաշտ, Դողս, Լեռնամերձ, Ծաղկալանջ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մոնթեավան, Մրգաստան, Շահումյան և Ոսկեհատ բնակավայրերի իմ շատ սիրելի բնակիչներ։ Շնորհակալ եմ ձեր վստահության և աջակցության համար։ Ձեր զորակցությամբ հնարավոր դարձավ մեր այս կարևոր հաղթանակը, որը մեզ պարտավորեցնում է ամեն օր առավել պատասխանատվությամբ աշխատել և ձեր սպասելիքները իրականություն դարձնել։ Շարունակել հետևողական ու նվիրումով ծառայել ձեզ ու համայնքին, ազնվությամբ, հոգատարությամբ ու աշխատանքով։ Իսկ Նիկոլ Փաշինյանը վաղաշաբաթում իր կուսակցության հաղթանակը ընկալել է որպես ամենայն հայոց կաթողիկոսին գահընկեց անելու մանդատ։ Առաջին, դուք համայնքի ղեկավար ընտրեցիք Քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածու Արգիշտի Մեխակյանին, հաստատելով, որ խաղաղ, բարեկեցիկ և ժողովրդավարական Հայաստանի Հանրապետությունը մեր նահատակների հիշատակը հավերժացնելու լավագույն միջոցն է, նրանց հիշատակին մատուցվող մեծագույն տուրքը։ Երկրորդ, աներկբա աջակցություն ցուցաբերեցիք մեր պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը, ազատությունը ուժեղացնելու Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ռազմավարությունը։ Երրորդ, ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը, Մայրաթոր Սուրբ Էջմիածինը կտրիչ Ներսիսյանից ազատելու գործընթացին։
Իսկ Միասնության թվեր նախաձեռնության անդամ Դավիթ Հանանյանը նշել է, որ վաղաշաբաթում արձանագրված արդյունքները բացահայտում են Հայաստանի գործող ՏԻՄ ընտրակարգի կառուցվածքային հակասությունները։ Նրա խոսքով իշխող կուսակցությունը հաղթող է ճանաչում ոչ թե հանրային միասնության, այլ ընտրական մաթեմատիկայի հաշվին։ Այս ընտրակարգը իրական ներկայացուցչությունը փոխարինում է արհեստական մեծամասնության ստեղծմամբ։ Արդյունքում ընդդիմադիր ուժերը, որոնք միասին ստացել են ավելի շատ ձայներ, ստանում են ավելի քիչ ներկայացուցչություն։ Սակայն սա նախադեպ չէ, սա նախազգուշացում է։ Վաղաշաբաթի մոդելը կարող է ամբողջությամբ կրկնվել 2026 թվականին կայանալիք համապետական ընտրություններին։ Եթե ընդդիմադիր դաշտը մնա մասնատված, ինքնաբավ, անվստահ ու առանց համախմբման, ապա ընտրական համակարգը կրկին կվերարտադրի իշխանությանը նույն մաթեմատիկական տրամաբանությամբ, անգամ հանրային մեծամասնության բացակայությամբ։ Մասնակցության բարձր ցուցանիշների հետ մեկտեղ շատ են եղել նաև արձանագրված խախտումները։ Պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Գոհար Մելոյանի խոսքով ուղղորդման դեպքեր են եղել։ Նույն մեքենան տարբեր ընտրողների է բերել տեղամաս։ ՔՊԻ ավականու թեկնածուն նաև վստահված անձի բեյջ է ունեցել։ Ունենք այսպիսի արձանագրված իրավիճակ, արդեն գրեթե մոտ տասնյակի գերազանցող մարդիկ ահազանգել են հաշվառման ցուցակներում, իրենց բնակարան, իրենց հասցեներում անծանոթ մարդկանց հաշվառման հանգամանքը։ Սա լրջագույն ահազանգ է։ Մեր դիտորդները մի շարք տեղամասային կենտրոններում պարտադրել են, որպեսզի արձանագրվի Գրանցամատյանում։ Ունեցել ենք դեպք, երբ հանձնաժողովի նախագահան հրաժարվել է այդ արձանագրումը կատարել, հիմնավորելով, որ դա տեղամասային կենտրոնից դուրս խնդիր է, մինչդեռ դրանք փոխկապակցված են, այո, իրավասու մարմինը ներքին գործերի նախարարությունն է, որը տալիս է ցուցակները եւ որի տվյալների հիման վրա դրանք ըստ էության կազմվում են, բայց նաեւ սա տեղամասի տարածք է համարվում եւ եթե քաղաքացին գալիս է եւ քաղաքացին արձանագրում է, որ իր բնակարանային հասցեում անծանոթ մարդիկ են գրանցված, ընդ որում դեպքեր ունենք, որ քաղաքացին պնդում է, որ նախորդ ընտրություններին արդեն այդ հաշվառման տվյալները առկա չեն եղել։ Ունեցել ենք, ասեցի, արդեն 10-ից ավելի դեպք ունենք, ահազանգ 10-ից ավելի քաղաքացի ահազանգել է, որ իր գրանցման հասցեում առկա են իր համար անծանոթ մարդիկ հաշվառված։ Ու ասեմ ավելին, ունեցել ենք դեպք, երբ մահացած մարդի տվյալ է վերականգնված եղել, ունեցել ենք դեպք, որ հաշվառված է եղել, մենք նախապես ցուցակները վերստուգում ենք, մեկ հասցեով 15-ից ավելի անձ, սակայն այդ հետքերով գնացել ենք, պարզվել է արցախցի մեծ ընտանիք է, ունեցել ենք դեպք, երբ մարդը ահազանգել է ու իրականում չի կարողացել նույնականացնել։ Բոլոր դեպքերում, այո, իհարկե։ Մասին է խոսքը, օրինակ մարդը ահազանգում է, որ իր տան վրա կան գրանցված քանի թվով քաղաքացիներ, ինչքան ունեցել ենք 4, ունեցել ենք 3, տարբեր թվականակների մասին է խոսքը, սակայն երկու տեսանկյունից ենք այս իրավիճակի մոտենում, մեկը մենք նախապես մոնիտորինգ ենք անում, տեսնում ենք, թե արդյոք կան հասցեներ, որտեղ 10-ից եւ ավել գրանցված հաշվառված մարդիկ կան, որովհետեւ Գյումրիում ունեցել ենք գրանցված հասցեներ, որտեղ 20+ բնակիչ է հաշվառվել։ Դա լրջագույն մտահոգության խնդիր է։ Եվ երկրորդ խնդիրը այն է, երբ քաղաքացին է մոտենում եւ ահազանգում, որ իր համար անծանոթ անվան անձինք են հաշվառած իր բնակելի հասցեներում։ Ասեմ ավելին, 3 անգամ թեկնածուներից մեկը ահազանգել էր, ով մասնակցում է ընտրություններին, որ անգամ թեկնածուի բնակարանի հասցեում իրենց համար անծանոթ մարդիկ են։ Իսկ ինչպես է ստացվում, որ մահացած մարդիկ կան ընտրական ցուցակներում։ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանն է պատասխանել այս հարցին։ Մահացած անձի տվյալները դուրս են բերվում բնակչության պետական ռեգիստրից եւ համապատասխանաբար նաեւ ընտրողների ցուցակներից, երբ որ լիազոր պետական մարմինը ունենում է ինֆորմացիա, որ անձը մահացած է։ Սա բնականաբար ինչ-որ գործողություն է ենթադրում, որ այդ ինֆորմացիան փոխանցվի տվյալ դեպքում միգրացիա եւ քաղաքացիության ծառայություն։ Փոխանցվում է արդարադատության նախարարության քաղաքացիական ակտերի գրանցման գրասենյակից։ Եթե այդ ինֆորմացիան ԶԱԳՍ-ը ժողովրդի կենցաղային լեզվով ասած չի ունենում եւ մեզ չի փոխանցում, անձը դուրս չի բերվում ցուցակից։ Որ դեպքերում է
նման իրավիճակ ստեղծում, երբ ոլորտի լիազոր մարմինը չունի գրանցված մահվան մասին ինֆորմացիա։ Երբ մահը գրանցվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, հուղարկավորությունը կատարվում է սահմաններից դուրս կամ նույնիսկ անկախ այդ հանգամանքից, երբ Հայաստանի Հանրապետությունում հարազատները ձեռք չեն բերում մահվան վկայական։ Այդ պարագայում անձը մնում է այնքան, մինչև ընտանիքի անդամը կամ որևէ հարազատը, սովորաբար դա լինում է ժառանգության համատեքստում, երբ ժառանգության հարցերով են ընտանիքի անդամները զբաղվում, այդ ինֆորմացիան հայտնի են դարձնում լիազոր մարմնին։ Ես նշեմ, որ հենց այս նպատակով նաև նախարարի հրամանով, ներքին գործերի նախարարի հրամանով համայնքային ոստիկանները տևական ժամանակ մինչև ընտրությունները շրջում են հասցեներով նման դեպքերը բացահայտելու, համապատասխան արձանագրություններ կազմելու համար, բայց իհարկե 100%-անոց արդյունք հնարավոր չի լինում ապահովել, որովհետև ձեռքով աշխատանք է, ավտոմատացված չէ։ Տեղափոխվենք Երևան։ Թրամփի ուղին քննարկելու նպատակով Երևան է ժամանել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալը։ Նրան դիմավորել է դեսպան Քվինը, նա կհանդիպի վարչապետ Փաշինյանին, արտաքին գործերի նախարար Միրզոյանին, անվտանգության խորհրդի քարտուղար Գրիգորյանին եւ հատուկ բանագնաց Ռուբինյանին։ Կքննարկվեն հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության ամրապնդման հետագա քայլերը, Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագծի եւ հայ-ամերիկյան հուշագրերի շրջանակում։ Մինչ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Երևանում կքննարկի Թրամփի ուղին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ ունենալով Տաշքենտում Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների 7-րդ խորհրդատվական հանդիպմանը հայտարարել է, որ Ադրբեջանն ավարտում է ճանապարհի շինարարությունը, որը պետք է միանա Թրամփի ուղուն։ Նա նշել է, որ Թրամփի ուղին տրանսպորտային զարկերակ է, որը կանցնի Հայաստանի Սյունիքի մարզով եւ Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախիջևանի հետ։ Այսօր ժամը 10-ից դատարանում քննվում է գործարար Սամվել Կարապետյանի կալանքը որպես խափանման միջոց երկարաձգելու միջնորդությունը։ Փաստաբան Արամ Վարդևանյանը նշել է, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը նաև հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում քննվող հարցերը Կարապետյանից հեծի սեփականության իրավունքից զրկելու վերաբերյալ ոչ իրավաչափ են։ Ես առնվազն կարող եմ ասել, վստահ եմ դուք թույլ չեք տա, ես խափեմ, որ կարծես թե քննչական կոմիտեի նախագահ, գլխավոր դատախազը հանրային հեռուստաընկերությունում հարցազրույցներ տվել են, այդ թվում խոսելով Սամվել Կարապետյանին մեղսագրվող այս աբսուրդային գործի մասին։ Հետևաբար այդ հնարավորությունից կարող են օգտվել։ Ինչ վերաբերում է կրկին Վճռաբեկ դատարանի որոշմանը, այն ակտուալություն որպես այդպիսին չունի։ Իդեպ դրա մասին արձանագրել է նաև հենց Վճռաբեկ դատարանը իր որոշման մեջ, քանի որ իր վաղեմությունը որպես այդպիսին որոշման ակտուալությունը սպառված է եղել։ Եթե մենք հիմա օրինակ գտնվելուց լինեինք 2025 թվականի սեպտեմբեր ամսին, բայց հիմա նոյեմբերն է, այդ ժամանակ կարող ենք խոսել, որ Վճռաբեկ դատարանի որոշումը ակտուալություն ունի, բայց սա է իրավիճակը։ Այ մինչև 2 ամիս սպառվելը Վճռաբեկ դատարանի որոշումը կարող էր ակտուալ լինել, բայց Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել բողոքը արդեն այն ժամանակ, երբ ինքնին սպառված էր։ Վարույթ է ընդունել 2025 թվականի հոկտեմբերի 24-ին եւ լույսի ձայնի կարճ տևի հարգելի գործընկերներ, առնվազն մենք ներկայացնելու ենք շուրջ 1 հատոր բովանդակությամբ մեր կողմից կատարված գրագրությունները, միջնորդությունները, դրանց մի մասի վերաբերյալ պատասխանի բացակայությունը, մի մասի վերաբերյալ պատասխանները, իսկ քննիչն էլ իր հերթին վստահ եմ հերթական անգամ կընթերցի իրենց միջնորդությունը, որը որևէ առնչություն չունի Սամվել Կարապետյանին։ Ռուսաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը որոշ ժամանակով հետաձգվել է, շփումները շարունակվում են, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նրա կարծիքով առաջնորդների հանդիպման վերաբերյալ Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջև սկզբունքային համաձայնության հասնելու դեպքում շատ տեխնիկական եւ քաղաքական բարդություններ երկրորդ պլան են մղվում։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չնայած բրիտանական BBC հեռուստաընկերության պաշտոնական ներողության նամակին պատրաստվում է դիմել դատարան։ Սպիտակ տան եւ բրիտանական ամենաազդեցիկ լրատվամիջոցի հարաբերություններում սկանդալը ծագել է, երբ հայտնի է դարձել, որ 2024 թվականին հեռարձակված հաղորդումներից մեկում BBC-ն խեղաթյուրել է Թրամփի խոսքերը։ Այս բացահայտումից հետո հեռուստաընկերության ղեկավարությունը հրաժարականի դիմում է ներկայացրել, իսկ լրատվամիջոցը պաշտոնապես ներողություն է խնդրել Թրամփից։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Միացյալ Նահանգներն իր խոշոր նավերն ուղարկում է Վենեսուելայի ափերի մոտ, մասնավորապես Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը հայտարարել են, որ Վենեսուելայի հետ լարվածության սրման ֆոնին Կարիբյան ծով է ժամանել ամերիկյան USS Gerald Ford ավիակրի գլխավորած հարվածային խումբը։ Օրեր առաջ Թրամփը հայտարարել էր, որ արդեն գիտի, թե ինչ անել Վենեսուելայի հետ։ Ես կարծես թե որոշում եմ կայացրել, լրագրողներին ասել էր նա։ Մինչ Միացյալ Նահանգները նավեր է ուղարկում, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Թրամփին խաղաղության կոչ է հղում Ջոն Լենոնի Imagine երգի միջոցով։ Խաղաղություն, 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 ամեն ինչ արեք խաղաղության համար։ Ինչպես Ջոն Լենոնն է ասել, չէ՞, ասել է Մադուրոն իր կողմնակիցների հետ հանդիպմանն ու սկսել երգել հայտնի ու սիրված երգը, որն այն մասին է, թե ինչպիսին պետք է լինի աշխարհը։ Ճապոնիայի նոր վարչապետ Սանաե Տակայիչին ասել է, որ պետք է շատ աշխատել։ Նա նշել է, որ օրական քնում է ընդամենը 2-ից 4 ժամ։ Վերջերս նա նույնիսկ աշխատակազմի նիստ է նշանակել գիշերը ժամը 3-ին խորհրդարանական նստաշրջանին նախապատրաստվելու համար։ Հիմա ես քնում եմ մոտ 2 ժամ, առավելագույնը 4։ Զգում եմ, որ դա վնասակար է մաշկիս համար, ասել է Տակայիչին։ Վարչապետի հայտարարությունը հնչել է երկրի տնտեսական աճը խթանելու նպատակով աշխատողների համար արտաժամյա աշխատանքի սահմանաչափը բարձրացնելու քննարկումների ֆոնին։ Խորհրդավոր մահեր են գրանցվում Ստամբուլում, մասնավորապես Ստամբուլի Harbor Suites հյուրանոցը կապարակնքել են 3 զբոսաշրջիկի խորհրդավոր մահից հետո։ Նրանց մահվան պատճառը կարող էր լինել սննդային թունավորումը։ Հյուրանոցը սակայն նման ծառայություն չի մատուցում եւ խոհանոց չունի։ Մեկ այլ վարկածի համաձայն զբոսաշրջիկների մահը կարող էր պայմանավորված լինել ջրի սարքի պարունակությունից թունավորմամբ կամ ոչ լավ ախտահանմամբ։ Հյուրանոցի հյուրերից 2-ը հոսպիտալացվել են։ Նշվում է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ողբերգություն է տեղի ունեցել Կոնգոյում, հսկայական սողանքը ոչնչացրել է ապօրինի հանքը, նախնական տեղեկությունների համաձայն զոհվել է առնվազն 70 մարդ, փրկարարները որոնում են ողջ մնացածներին։ Մուրմանսկում ձնաբքի հետևանքով 2 նավ պոկվել է կայանատեղիից ու քշվել բաց ծով, նրանցից մեկը կողաշրջվել ու խորտակվել է, մյուսի գտնվելու վայրը պարզվում է։ Իռլանդական գյուղն էլ փոթորկի պատճառով պատվել է ծովի փրփուրով։ Դուբայում բացվել է աշխարհի ամենաբարձր հյուրանոցը։ Ciel Dubai Marina շենքը 377 մետր բարձրություն ունի։ Հյուրանոցն ունի 82 հարկ եւ 1004 սենյակ։ Շինարարության արժեքը կազմել է մոտ $544 միլիոն։ Այժմի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, TikTok-ում, Telegram-ում, Instagram-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abc.media.am։ Մեր հաջորդ թողարկումը եթերում կլինի ժամը 15-ին։